Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավոր եմ ձեզ Սուրբ Ծննդյան Անտոնի կապակցությամբ ու մի քանի բառ զրուցենք այսօրվա տեղի ունեցածից ու այն ամեն ինչ տարածվում է Facebook-ում։ Իրականություն եւ Facebook տարաձայնություններից, այսպես ասած։ Ներողություն։ Ուրեմն նախ գանք այսօրվա ուխտերթից, որը ինչպես պարզվեց, ինչին շատերն են կարոտել, ոչ թե ուխտերթին են հենց կարոտել, այլ երթերին առհասարակ ու նման մարտաշատ երթերի։ Ուրեմն ամենասկզբից էլի, քանի որ ուխտերթից են գալիս, ուրեմն պետք է նախ սկսենք վարչապետի էջում եղած տառա սխալից, ընդ որում կոպիտ տառա սխալից, այստեղ ոչ մեկը չենք վիճում, խ-ի տեղը ղ էր գրվել։ Ասեմ, որ թող շատ չուրախանան, չերջանկանան նրանք, ովքեր փորձում են այդ բառից կախվել ու հիմա իհարկե կսարքեն իրենց լեքսիկոնի առարկա, դա իրենց գործն է, դա միակողմանի ամեն ինչին նայելը միշտ իրենց փեշակն է եղել։ Նախ վարչապետի էջը, երբ որ ինքը լինում է ինչ-որ մի միջոցառման, ինքը չի գրում ու միացնում ու նկարում, երևի սա բոլորին է հայտնի, բացի իհարկե մեր շատ կրթված, շատ գրագետ, շատ եկեղեցասեր, ամեն ինչա գետ այն մասայից, ովքեր որ մեզ անվանում են, ինչպես անվանում են։ Դա վարում է մարդ, ով կարա այդ բառը տառասխալան։ Դա շատ վատ է, այո, շատ վատ է։ Եթե հարցը նստենք դուրս խոսանք, դա կոպիտ տառասխալ է, որը կարելի է դարձնել քննադատության առարկա, ինչու ոչ։ Ոնց է ստացվում այդպես, որովհետև խոսքը ոչ ավել ոչ պակաս վարչապետի մասին է։ Բայց այնուամենայնիվ վարչապետը հետո դա տեսել եւ շտկել էր։ Ի տարբերություն իրենց սիրելիների, ովքեր որ մինչև հիմա սվորվում են ու դեռ տեղ չեն հասել ոնց որ թե։ Ես չեմ հիշում, որ որևիցե լրատվական, ով շատ sense բանա էլի հետաքրքրված է մեզ ճիշտ ինֆորմացիա տալով, այս ամեն ինչը ճակերտների մեջ բնականաբար հրապարակեր Քոչարյան Ռոբերտի անձամբ իր գրառումները, որովհետև բոլորս էլ երբ որ նայում ենք օրինակ Քոչարյան Ռոբերտի պաշտոնական էջը, ինչ էլ գրված լինի, բոլորս ենք հասկանում, որ դա իր գրածը չի։ Կամ նայում ենք Սերժի էջը, հասկանում ենք, ոսած չի դրել ու գրել, մանավանդ որ այդ մարդը ասել է, որ ինքը հեռախոս չունի։ Այն 7 ժամյա զրույցի ժամանակ։ Ամեն դեպքում պատահում են, դա վատ բան է, կխնդրեմ, որպեսզի ուշադիր լինեք այսուհետ ու այդ կոպիտ սխալները չկրկնվեն, չնայած տառա սխալներ բոլորիս մոտ կլինեն եւ Հայաստանում բացի իսկապես մասնագիտությամբ հայագետներից շատ քչերը կգտնվեն, ովքեր որ տառա սխալներ, ընդ որում կոպիտ սխալներով չանեն։ Սա պես ընդունելի է, ըմբռնելի է, բայց այդ առիթից օգտվողներն էլ շատ վատ մարդիկ են, չափազանց վատ մարդիկ, ովքեր որոշում են այդ հազարավոր բազմատիսշնի գառնիկի ասած, բայց իրականում բազմատիսշնի ուխտերթը եւ արդեն սղել, դարձնել ուխտաերթ ու նենց իրանց արևին ղժալ, թե իբր տենց ուխտերի երթը։ Դուք լավ կանեք տառասխալից չօգտվեք, որովհետեւ մյուսը ձեր հայրերն ու մայրերն են պատասխան տալու, հետո չլինի ասեք, թե գնելը հայհոյում է, որովհետեւ գնելը ցանկություն չունի հայհոյելու, եթե դուք չեք խառնում համապատասխան բանջարաբոստանային կուլտուրան խիարի հետ, հա։ Հիմի ասենք առաջ ու հերթով գանք։ Այսօր դե նկարները երևի տեսակ, շատ սազում եմ Ջայլոս թե Մարուկյանին, թե Վանեցյանին։ Գիտեք, այստեղ երևի թե այս դաշտի ներկայացուցիչները պիտի շնորհակալություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին, որովհետև այս մարդիկ քիչ-քիչ դառնում են եկեղեցական։ Ամենայն անկեղծությամբ քիչ-քիչ դառնում են գոնե առնվազն եկեղեցի գնացող։ Կարող է սկզբնական շրջանում այլ նպատակներով, բայց այնուամենայնիվ պատկերացնում եք, օրինակ, իմ կողմից որոշակի, ես չեմ շատ նմանեցնի այլոց, որոշակի հարգանք վայելում է Տիգրան Դավուդյանը, բայց իհարկե նրա խոսույթի հետ հիմնականում համաձայն չեմ լինում, բայց առնվազն նա փորձում է մի քիչ կուլտուրնի իրեն պահել։ Մի գրառումով է կիսվել, շատ է գրառումներով կիսվում ես, վերջերս հատկապես ոնց հասկանում եմ եկեղեցու, Կտրիշ Ներսիսյանին ինքն էլ է սատարում, այսինքն դեմ է եկեղեցու բարգերին, կարգ ու կանոնի հաստատմանը, այնուամենայնիվ, երբ կիսվում են նման գրառումով, դա նշանակում է, որ համամիտ են այդ գրառման հետ, հա, եթե հավելյալ վերևը ինչ-որ բան չկա գրած։ Կիսվել է Վահե Մակարյանի գրառումով, ով արել է հետևյալ գրառումը։
Հանրային հեռուստաընկերությունը, որը գլխավորում է Ազատության նախկին լրագրող եւ բացահայտ Նիկոլական Հովհաննես Մովսիսյանը, մեր հարկերի հաշվին նախընտրել է ցուցադրել ոչ թե մայրաթոռում վեհապար Հայրապետի մատուցած Սուրբ Ծննդյան պատարագը, այլև Հարտաշուրթ ու Տիրադավ եպիսկոպոսին յուր բոտեկներով հանդերձ քանզի նրա մատուցած պատարագին, մատուցածը չգիտես ինչու ճակերտների մեջ, որոշել են ներկա գտնվել Ուխտաերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վահե Մակարյան, ով հասկացել է, որ դա տառասխալ է, վրիպակ է, այո, կոպիտ տառասխալ է, ու շահագործում է նրա մերը։ Ու ես իմ ասածը կարող եմ հիմնավորել հատուկ քեզ համար, անգամ մի հատվածը կարող եմ այսպես ասել։ Այդ Ուխտերթի մեջ խյով տասնյակ հազար մարդիկ են, ու այնտեղ քո մորից ոչ պակաս մայրեր, քո քրոջից ոչ պակաս քույրեր, քո կնոջից, եթե ունես իհարկե, ոչ պակաս կանայք, եւ քո երեխաներից ոչ պակաս երեխաներ։ Ու եթե մեկը սխալվել տառասխալ է գրել, ու դու դա դիտավորյալ շահագործում ես, ապա քո մերն էլ, քուրն էլ, կինն էլ, ընտանիքն էլ։ Հասկանում ես, երեխաներին ես զեղչում եմ, տենց չկպնեմ։ Հասկանում ես։ Եթե ոչ, ապա ոչ։ Ու քեզ նման ով որ կշահարկի դա, նույնը վերաբերվում է բոլորին։ Սա այսպես։ Որովհետև դա Ուխտերթ էր ու մասնակիցները Ուխտերթի էին մասնակցում։ Ու դու դա շատ լավ գիտես։ Հաջորդը։ Դավուդյան, նույնը կներես վերաբերելի է քեզ, որովհետև դու համաձայն ես այս ամեն ինչի։ Ասենք տառասխալի համար գնանք Փաշինյանի հրաժարականը պահանջենք, վայ ուխտին ուխտ է գրել իր էջը հետևողը։ Հա, դու արդեն այդպեսի Հայաստանում ես ապրում հարգելիս։ Չեմ կարծում, թե դու այդ կարծիքին ես, չէ, այլապես դուք որպես ընդդիմադիրներ անելիք չեք ունենա, եթե մենք այն երկրում ենք ապրում, որտեղ որ վարչապետի էջը վարողը նման կոպիտ տառասխալ թույլ տալու դեպքում sense մի հատ բան կարա կանգնացրի, ապա դուք ինչին եք էլ բան, ինչ դուք հայ լեզվի մասնագետներ եք, ովքեր համարում են խոցված մայրենի գրական, ինչ եք դուք, ընդդիմադիր թե գրականագետ։ Հաջորդը Վահե Մակարյանին եւ Տիգրան Դավուդյանին եւ այս թեզը առաջ հրողներին, որովհետեւ կիսումներ էլ ա եղել, հավանումներ էլ, ասեմ հետեւյալը։ Դե ներողություն։ Մամատ արկաշը։ Մամատ։ Ոզի տուլենել քո աղբերներից կլինի։ Ընտանեկան կարգավիճակը խնդրում ենք այստեղ իցույց չդնես, մենք ձեր նմանների հավեսը չունենք։ Ուրեմն դե կներեք, որ հանրային հեռուստաընկերությունը մեկ-մեկ էլ մեր նման հարկ վճարողների համար, ասենք Երևանի ամենամեծ եկեղեցուց է եթերանում։ Դա ներողություն էլի, ներողություն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր հարկեր են թաքցրել ու անցնում են հակակոռուպցիոն կոմիտեով, անցնում են թալանելու գործերով, անցնում են չգրանցված բիզնեսներով հարկերի տուրքերի պահելու այս գործերով, նրանք համարվում են հարկատու, հա, ու նրանց փողերով է վիճիցիլի սնվում մեկը, ինձ մենք էլ այդտեղ հեչ, հա, լուրջ ես խոսում ապո։ Լուրջ ես խոսում։ Այսինքն որ հենց իմիկվա դրությամբ միայն 200 միլիոն դոլար ես չհաշվեմ մնացած բաները պահանջվում է Լյովիկի պապայից։ Նա հարկ վճարողն է, մենք այդպես հարկ վճարողը չենք էլի, հա։ Ու տես մեկը ինչ պիտի նկարին, ես որոշեցիք որոշեք։ 90%-ը մեդիա տիրույթի ձերն է։ Տանեիք թող նկարեն, ոնց տեսա նկարել են, բայց մենակ Լյովիկին, երևի ամաչել են, մի հատ դրսից, մի հատ թիթեր թրցնեին օդ, մի հատ բազմատիսիչնի ժողովուրդը, վեհապար Հայրապետն է վերջի վերջո այնտեղ պատարակ մատուցել, հա, ինչի՞ ցույց չտվեցին, չունեին, թե զբաղված էին Գրիգոր Լուսավորիչում սադրանքներ իրականացնելով։ Չունեին ցույց տվեք, դուք ցույց տվեք, մեկը ցույց չէր տվել, դուք ցույց տվեք։ Ասեմ, դուք ընկած եք հիմա համացանցում խապեյտապ ինչ-որ կադրեր մի ձև դզել փչելով, ինչ-որ կերպ պայքարելով ու նվաստացնելով այսօրվա Ուխտերթը։ Դրանից ավելին դուք չկաք, գոյություն չունեք, որովհետև դրանից ավելին ձեր ներկայություններ էջմիածնում մի 30 հոգով։ Վերջ։ Հասկանում եք։ Ստեղ մի հատ հին բարի խոսք կա, ես մի քիչ բառերը կփորձեմ փոփոխել, բայց միտքը հասկանալի կլինի, հա։ Քորը ճպրոտին ասում է ես քո աչքը։ Դա ես տարբերությունն է, հասկանում եք։ Դուք ցույց տայեք։ Ուր են։ Կամ ես կարող եմ ասել հետեւյալը։ Լավ, ձերը ցույց չեք տալիս, ասենք թե մեկի հույսով եք, չնայած մեկը չգիտեմ, երբ է վերևից կադրեր նկարել ցույց տվել։ Նա օգտվել է այլ աղբյուրներից։ Բայց
Ախպեր, մեր երթը օթից ցույց տակ։ Հովանավանքում ինչքան կապիկ լողցնող ունեիք, բարձացրել, բանը բերել էին դրոնները, բարձացրել էին տիեզերքից, այն ադրբեջանական բանը որ գնում է, Սպուտնիկը, դրա կողքից համարյա թե, դե հալալ ախպերություն է դա։ Այդտեղից ֆիքսել եք, որ ինչքան կանեն քիչ ու մանր Երևան, մարդկանց քանակությունը, ու ասում եք, այս sense սրանք բան ու տարածում եք ամենալկտի լեքսիկոնով, չհամարելով, չհաշվելով, որ երբ որ դուք վիրավորում եք մարդկանց խմբի, մարդկանց խումբը կարա վիրավորի ձեր մամաներին։ Հիմի բա բերեք մի հատ այդպես դրոն էլ այդտեղից թռցնեք, էլի ադրբեջանցիքի Սպուտնիկի կողքը, իմիջայլոց հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիները տիեզերքում 3 հատ Սպուտնիկ ունեին ու շատ հեշտությամբ տեղորոշումներ էին իրականացնում ու օգտագործում դրանք պատերազմի ելքի վրա, մենք ոչ մի հատ չունեինք, որովհետև գիտնականներ չունեինք, որովհետև փող չունեինք, որովհետև Արցախը մերն էր ապել, որովհետև ռուսը մեր դաշնակիցն էր ապել, մեկ բարձրի մեկն ու մեկը, բայց ոչ բան էր։ Հասկանում եք, այդ կողմ շատ չգնամ։ Ամեն անգամ ամեն ինչից չարժի խոսել, էլի, հա? Ահա։ Ուրեմն, սա երկրորդ դիտարկումը, եւ երրորդ դիտարկումը։ Նախընտրել է ցուցադրել ոչ թե Մայրաթորուն վեհապար Հայրապետի մատուցած սուբսիդիան պատարակ, այլ Հարթաշուրտ եւ Տիրադավ եպիսկոպոս։ Տես։ Վեհապար Հայրապետ մենք չունենք։ Բոլոր հարցումներն են դարձել ցույց։ Ասեմ ավելին, Վահե Մակարյան կամ Տիգրան Դավուդյան ամենայն արգանքով։ Եթե շատ կցանկանաք, ես մի անգամ հայտարարություն արել եմ, ու եթե ես եթերը ձեզ հետաքրքիր լինի, խնդրում եմ այդ հայտարարությունը իմանաք, որ ուժի մեջ է։ Ես առաջարկում եմ Տիգրան Դավուդ, ես Վահե Մակարյանին չեմ ճանաչում ով, անկեց։ Պարզապես կիսվել եք իր բանով, բայց իրան եմ դիմում։ Ես առաջարկում եմ, ես հասարակական կազմակերպության նախագահ եմ։ Դուք էլ հաստատ ամենավերջին մարդը չեք մեր երկրում։ Եկեք հավաքվենք բոլոր կողմերից, մեկական ներկայացուցիչ, գնանք բոլորս բոլորի ներկայությամբ հարցումներ անելու։ Տեսնենք մենք ունենք վեհապար Հայրապետ, թե չունենք վեհապար։ Գելապի հարցումները շունը միզումա վրեն մեկը հարց չի լուծվում, գնանք մենք անենք հարցումներ։ Ու իսկ մնացածներն էլ հարցումները, հարցադրումները ճիշտ չեն անում։ Մենք գնանք անենք։ Ինչ վեհապար Հայրապետ, ով։ Ագենտ Կարոյի աղբոր հետ եք, պարոն Վահե Մակարյան։ Իմիջայլոց մեր հետևորդներից մեկը, ով ներկայանում է դարձյալ հանրային վերահսկողություն վերտառությամբ, հարգալից տոնով, ինչով ես ողջունում եմ, իմ գրառումներից մեկի տակ երեկվա եթերից հարց էր գրել, թե բա ես կարող եմ անգամ փորձել գտնել դա, գիտեք, թե չի կարող պետությունը խառնվել կրոնական կազմակերպության, այդ թվում նաև եկեղեցու ներսի գործերին։ Նայեք, ես իհարկե պատասխանել եմ, բայց եւս մեկ անգամ ուզում եմ այստեղ մանրամասնել։ Այո, սահմանադրությունը հստակ ասում է դա եւ հնարավորինս հստակ։ Մեր սահմանադրության մեջ հստակ ոչ մի բան չկա, սա ի սկզբանե ասեմ, բայց ընդհանուր պատկերացմամբ, հա, դա ասում է։ Բայց խնդիրը նրանում է, որ նախ պետք է կարդալ սահմանադրությունը առնվազն այնտեղ երկու հոդված, ոչ թե մեկը կամ մյուսը։ Հոդվածներից մեկը ասում է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իհարկե ազատ է կրոնական կազմակերպությունը, գործունեությունը եւ այլն, եւ պետությունը իրավունք ունի խառնվելու, պետությունը հարգելիս, անգամ իրավունք ունի խառնվելու իմ հասարակական կազմակերպության գործունեությանը։ Կարող է դրամական երկու մուտքերի մասին, եթե ունի ինֆորմացիաներ, ինչ որ բան, որը կարող է ազգային անվտանգային խնդիրներ առաջացնում, դրանք ուսումնասիրի եւ այլն, բայց չի կարող խառնվել իմ հասարակական կազմակերպության ներքին գործերին կանոնակարգը կա, մենք այդպես աշխատում ենք։ Բայց այստեղ մի հատ բայց կա։ Եվ այդպես կրոնականին էլ չկարա, ոչ մի բան էլ չի կարա, դա դյութ չի։ Այստեղ մի հատ բայց կա, գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է բոլոր տոկաների կրոնական կազմակերպությունների գործունեությունն եւ Հայաստանից առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը, այսինքն բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեությունը ինքը ընդունում է, որովհետեւ ինքը աշխարհիկ երկիր է, թույլ է տալիս, եւ որևիցե մեկս ըստ Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության, ըստ Սերժ Սարգսյանի հաստատած, որևիցե մեկս չեն կարող, որևիցե աղանդավորի կամ այլահպատակ, այլ կրոն որևիցե մեկին իր կրոնի կամ հավատքի հետ կապված ձեռք առնել, կոպտել, վիրավորել եւ այլն։ Այսինքն եթե մեկը ասում է այս մոխրամանը իմ աստվածն է, որևիցե մեկը չի կարող դա անել, որովհետեւ ազատ է ինքը իր ընտրության մեջ, Աստծո ընտրության մեջ նույնպես։ Բայց այդ նույն սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է
Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը ու գրածա թե ինչու, որովհետև այն էր մեր ազգային ավանդական սենց բաներով սիրուն ձևակերպած է։ Ճիշտ եւ սիրուն։ Իհարկե լազայկիկ թողնելով, որովհետև Սերժը Սերժ չէր լինի, եթե լազայկիկ իրենց համար չթողներ։ Այնուամենայնիվ ընդհանուր պատկերացմամբ այդպես է, բայց այստեղ մի հետաքրքիր բան առաջան։ Այդ նույն բացառիկությունը եւ թե ինչու է բացառիկ եւ ինչու է ճանաչում, այսինքն ինքը ճանաչում է, քանի դեռ նա այդ բանն է կրում արժեքները։ Բայց երբ որ այդ ամեն ինչը խաթարվում է տևական ժամանակ, ընդ որում բերում է անվտանգային խնդիրներ Հայաստանի Հանրապետությանը, պետությունը ունի իրավասություն վերանայելու բացառիկության մենաշնորհը, որը տվել է ԵՍՄ։ Այսինքն իր պետությունը չէ որ նույն կերպով սահմանադրությունով պետք է երկրի ղեկավարը, իշխանությունները եւ հատկապես նախագահը, հիմա էլ վարչապետը անվտանգության երաշխավորն են։ Եվ եթե առաջանում է անվտանգային, ազգային անվտանգային խնդիր, նա էլի եկեղեցին չի ասում, չէ, բացառիկ չի ասում, էլի բացառիկ է, բայց այս ներսում, այս բացառիկությունը ներսից օգտագործվում է մեր պետության դեմ, անվտանգության, որին ես չեմ կարող չմիջամտել։ Պիտի միջամտեմ, հետո դուք կգաք էլի այդ բանին, մենք միևնույն է բացառիկությունը ճանաչում ենք։ Այսինքն այստեղ սահմանադրական որևիցե խնդիր չկա, որոշ իրավական ձևակերպումներ իհարկե կան, բայց խնդիր չկա։ Անցնենք առաջ։ Գիտեք, շատերը շատ նեղված էին այսօրվա Տիկին Աննա Հակոբյանի հակուկապից։ Անգամ դա է քննարկվել, այո, ցավոք սրտի։ Ծիծաղելի է ինձ համար, որ նման բան քննարկվում է, հատկապես երբ որ նման բան քննարկվում է տղամարդկանց կողմից։ Ասենք դեռ ոչինչ, եթե դա կարա քննարկի Արիանա Հովսեփյանը, մարդով նույն եկեղեցով զրկված է մայրական իրավունքներից։ Բայց պաշտպանում է ինքը սատարում է եկեղեցին այնպիսին է, ինչպիսին որ կա, եւ եկեղեցին էլ ընդունում է այդ սատարումը նրա կողմից, հա։ Դեռ դա ոչինչ, կանայք են, կանանց զրույցներին չխառնվենք, բայց երբ որ դա անում են տղամարդիկ, դա արդեն լավ չի։ Մյուս կողմից, ես կուզեի գոնե այդ տղամարդկանց մեջ ասենք, թե տղամարդ են չարացած են, կարծում են, որ Աննա Հակոբյանը որպես վարչապետի տիկին կարող է, չգիտեմ, ինչ չարաշահումներ աթույլ տալ, այստեղ երևակայական բաներ կան, չէ, ու իրանք սկսել են ատել, ու չգիտեմ ինչ, ու հիմա էլ լավ, այդ իմաստով կարելի է ինչ որտեղ տեղ չընդունել, բայց հասկանալ տվյալ մարդու աղքատությունը մտավոր։ Այնուամենայնիվ, եթե անգամ տենց բան կա, ես կուզեի այնտեղ տեսնել այդ տղերքի մեջ այնպիսի տղա, ով ունի համարձակություն գնահատական տալու, օրինակ, Սերժի կնոջը Ողորմածիկ Ռիտային Սարգսյան, որովհետև տեսեք ոնց է, դուք մեկնաբանում եք շատ ժամանակ, որ այ ինքը իր մարդու հետ տարան 5000 տղի գլուխ, ես չգիտեմ այդ տվերն էլ որտեղից եք վերցրել, բայց այնուամենայնիվ, մանկավաճառը ձեր համար հեչ, ասենք թե ձեր երեխուն ծախել են ու ծախել են, չգիտեմ, մի հատ թուրքի, մի հատ իտալացու, մի հատ Իտալիայի թուրքի, ինչու ոչ, այսպիսի բաներ, բա ունեք համար, թե դա անհանգստանալու թեմա չի, թե ուղեղներդ այդքան լցրած չկային։ Գիտեք, մի քիչ լավ գործ չի դա։ Անգամ ես այդ թեմային անդրադարձել եմ շատ սուղ այն վիճակում, երբ որ արդեն կներեք մամմայիդ հետ կգնաս, այդպես խոսաս իմ կողմից ջերմ բարևներ, ասա լողանա պատրաստվի, հեսա գալիս եմ։ Հա, Բալիկ ջան, ուրեմն ես թույլ չեմ տվել, ինձ երբեք ու մեր տղերքից ոչ մեկ էլ թույլ չի տվել, բայց երբ որ բանը արդեն հասել է բանին, այո, նաև դա են հիշեցրել, որ սենց գործեր կան։ Կամ կարելի է ինչու ոչ Բելլա Քոչարյանին էլ անդրադառնալ, ով ժամանակին մանումենտում այգին բոլորիս ծառները, որը սնուցում է մեր թոքերը ու մեր երեխաների թոքերը, կտրում փռում էր գետնի, որպեսզի կառուցեր այնտեղ բան, մի հատ բան, հյուրանոցատիպ եսիմ ինչ։ Կամ նույն տիկնոջը, ով հեռախոսի ու գծի, հա, ասենք, ոնց հայտի կոչվում, այդ ամեն ինչի տերն էր, ու մեր զինվորները Արցախ Տելեկոմով ստիպված չափազանց թանկ գնով էին զանգում Հայաստան։ Արտերկրից ավելի էժան են զանգում Հայաստան, քան Արցախ Տելեկոմ։ Ով է հիշում Արցախ Տելեկոմով Հայաստան զանգելը։ Ինչ արժեր 1 րոպեն։ Եվ մեր զինվորին որտեղից այդ 1 րոպեն զանգելու գումարը։ Ինչ էր ստանում զինվորը, ինչ ուներ զինվորը։
Նրանք քերում էին այստեղ մեզ էին քերում, այնտեղ մեր երեխեքի հանդեպ մեր սերն ու բանը կարոտը։ Այդ չէ եղել։ Ընդ որում հետո հա Արցախ բանկվել ինչ որ թեմաներ կային, չէ՞ պատերազմի ժամանակ։ Եկեք ավելի լավ է կանանց թողնենք, հատկապես առաջին տիկնանց, հա, ավելի լավ է թողնենք, որովհետև երբ որ գա խոսելու ժամանակը, կպարզվի, որ մենք փաստերով կարող ենք 1000 անգամ ապացուցել, որ նրանք չընտրլոներ են, փաստերը կբերեք, դուք ինքներդ կտեսնեք։ Իսկ Աննա Հակոբյանի մասին դուք մաքսիմում կարաք ասենք տենց դուրս տակ, տենց խոսեք այլասերվածի նման, բայց մի հատիկ փաստ չցուցադրել։ Մեր հետևորդներից մեկը մի բան էր գրել, թե բա հիմա էլ են ուտում ես են ձեր պաշտոնյաների կանեք բան, ասում ցավը տանեմ, հնարավոր է, ես չգիտեմ, արի դու ըլես չի ես ընկած մի պաշտպանում եմ այդ պաշտոնյաներին կամ նրանց կանանց, չէ։ Իսկ ասում դու ինձ ասա անուն ազգանում։ Անուն ազգանում, ասա ես ինչ եմ, ես ինչ։ Ու մի հատ փաստ բեր։ Ես քո կոնֆիդենցիալությունը կպահպանեմ, դու գնա այնքոմ, ես կգնամ հակակոռուպցիոն կոմիտե, ախպեր, դու գլխացավանքի չես մտնի, դու գնա քո գործին, եթե միջև ես չես ուզել, չես մտնի, ախպեր, արջ չկա։ Ես կզբաղվեմ դրանով։ Միջև հիմի սպասում եմ։ Մինչև իմի Բիսեդկի բամբասանքից էսկոմ չի եկել Արամ Համբարյան ուռած ես էլի ասում է Արամ ջան երեկվա եթերը նայի ուռել ճուռելու մասին հետո կխոսանք հա ցավը տանամ Էլին վաբշե կողակով չէ էլի որովհետև ոնց նայում է բայց այդ բազարի մեջ դու պիտուխ ես մնալու որովհետև գնելը երբեք չի ուռում ափսոս ես հայ տղա ես երևում քաչար սիրուն սիմպաթիչնի Արի կլինի ինչ այդ ուռածը դրեք մի կողմ, արա, որովհետև ես ու դու, ես ու մամատ, ես ու պապատ, որ գնանք, կամ քո իմացած ամենաչուռող մարդիկ, ուղղակի մամայի պապայի տանը ասեմ, կարծում եմ իրանք մաքրամաքուր մարդիկ են։ Կարանք գնանք նարկոդիսպանսեր եւ մեր արյունները ստուգենք, տեսնենք, եթե ինձնից մաքուր եղան, թքում եք երեսից, եթե չէ, ես թքում եմ ձեր երեսին ապա։ Հասկացանք իրար։ Այդ էլին էլ կետած կկպցնես դոգի պոչից։ Որից կգրես, հա, էլի, օքեյ։ Okay, ունես ինչ-որ բան ասելիք, հիմնավորում, ինչ-որ խոսք, առանց կոպիտ խոսույթի, տեսես կոպիտ խոսույթը խնդրեմ գրի, տեսնեմ դու այդ ինձ որտեղ ինչ պայմաններում ես տեսել, ուրեմն ուռացես էլի, կարող է դու չգիտես քեզ խաբել են, ով որ քեզ խաբել է, կետաս ասես գնելա ասում էր թքեմ լավիդ բերանը, եթե հանգարց կցանկանա հակաճառի, ասա ախպեր, ես մեղ չունեմ, են դու են գնելը, okay, ես հաջորդ եթերին նրան կնստացնեմ կողքը, ու դու տեսնես ոնց է ներողություն խնդրում, քեզ խաբելու համար հարգելիս Անցնենք առաջ։ Ուրեմն, այսօր ինձ զանգում են Բարնաուլից։ Բարնաուլը, եթե չգիտեք ասեմ, կարող է եթե անջատեմ այդ գործը անես, հետո ես Եթե չգիտեք Բարնաուլը, ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում է, այդ քաղաքում մոտ 50,000 հայ է ապրում։ Նոյեմբերի վերջերին այնտեղ եղել է մեր հայկական եկեղեցու այդեն եկեղեցին է, որը եզրասը կնքել է որպես Արմյանսկի Պրավասլավնի ապոստոլսկի ցերկով, հայկական առաքելական ուղղափառ եկեղեցի։ Ես չգիտեմ այդ ինչ եկեղեցի է, սրանք մեզ ասում են աղանդավոր, բայց ոնց որ հեսա, այ աշներից դեմ է նոր աղանդաբուսներ։ Այս եկեղեցում պատերազմի համաշխարհային պատերազմի բանի համար արձաներ, ինչ որ հիշատակին ես ինչ էր կանգնեցվում։ Ուրեմն ես եկեք մի քանի ֆոտո ձեզ ցույց տամ, զուգահեռ ասեմ։ Ահա, խոսքը սրա մասին է, այս մարդը խոսում է, բացումն է, այս օй, կներեք, հակառակ կողմ գնացի։ Ահա։ Այստեղ խոսում է Մեսրոպը, ինչ է դեր Մեսրոպը, ինչ, այստեղ Էրմյուսն է խոսում, այստեղ արդեն բազմատի Սիչնի հասարակությունն է, 50,000-անոց համայնքում։ Ահա։ Որտեղ ես կարող եմ բառացի ասել, որ այստեղ ընդամենը մի 50 հոգի մարդ չեն լինի, որոնց 80%-ը հայեր չեն։ Ինչի համար սա հիշեցրի, որովհետև երեկվա եթերին ես ներկայացրել էի, թե Եզրասը, ագենտ Կարոն, ինչ գրառում էին արել, որ Ռուսաստանի միլիոնավոր հայերը սատարում են իրենց, կտրիչին, դեմ են հայկական Հայաստանում ես ինչերին բանման, բայց այդ միլիոնավոր հայերի 50,000-անոց առնվազն 5%-ը, միլիոնավոր հայերի 5%-ը պարունակող Բարնաուլում, եկեղեցու Բաքում, որի անունը գրած է առաքելական ուղղափառ եկեղեցի, մենք ուղղափառ, մենք առաքելական ենք, բանա, ու այնտեղ երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված արձանը կանգնեցվում, հրավիրվածները պետք է որ լուրջ թիվ կազմեն, բայց արիոտես, որ մի 50 հոգի մարդ են, որից 45-ը ռուս։ Ահա եւ
ընդհանուր առմամբ միլիոնավոր հայերի պատասխանը ագենտ Կարոյին ու նրա թիմին։ Ու ձեր այդ մուտիլով կեքով լավ կանեք ժողովրդին չխառնեք իրար սրանից հետո գնացեք այդ ձեր մի 30 հոգով գուլյա տարեք Բարնաուլում հայկական առաքելական ուղղափառ եկեղեցու բակում հատկապես կարակ գուլյա տանեք ինչքան ու ինչպես որ ուզեք դա մերը չի։ Դե համաշխարհային պատերազմից մասին ես լավ կլինի լռեմ, որովհետև համաշխարհային պատերազմը որպես հաղթանակ ներկայացնելը Ռուսաստանի բանն է, ինքը սեփականացրել է այդ ռոպագանդան, անկեղծ ասած։ Ես ինչքան վարված կան այսօր արա։ Արա ես ինչքան վարված կան արա, ես ինչքան ուլեր կան, ես ինչքան գոյություն չունեցող, կներեք էլ ժողովուրդ։ Մարդիկ իրանց ընտանեկան արժեքները բերել ստեղանի ցույց դնում, ընդ որում վախից դեմքները փակած։ Որտեղ գիտեն մամաները կլացածնեմ մինչև 3-ը հաշվել է։ Ուրեմն վերադառնանք։ Իրանց արևին կողքից, ինչքան ուզում եք կողքից խոսացեք արա։ Ձեր ոռն ու դեմքը հենց հա բացած ու հələ լայն բացվելու։ Ես հələ պագրիշկե կսեմ տակացնում։ Ես հեսա մի երկու ամսից որ սկսեմ սաղիտ մաման լացածնել ձեր ուղն ու ծուծով ու անխղճաբար այս ամեն ինչ հիշելու։ Ձեր Արծվիկ Մինասյանները ու մյուսները վազելով քակի պես գնալու են կանգնեն ամբիոնի մոտ, էլի անունը ստան ու ասեն ադելություն ասել մնում, այս ինչ ադելություն մտլորդ է, այ գիտեք, բայց բարակտում են մեզ, այ գնալու եք ողջ պակատեղ։ Ձեր ցեղի եկեղենն էլ ԱԺ-ի դեմը չոկած սпасելու է միջև ելնեն իրանց կայսրները ներում կամ բաշնորեն։ Հասկանում եք, դուք չեք պատկերացնում։ Դուք ինձ 20 թվականին դուք ինձ սարքեցիք ձեզ թշնամի։ Ու դուք մնացիք քաքի մեջ, որովհետև գնելը ձեզ կրեց։ Գնելը ձեզ 26-ին էլ է կրելու, որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետության հպարտ սեփականատեր քաղաքացի, հասկանում եք։ Գնելը ձեզ միշտ է կրելու։ Միշտ, բայց այս 26-ին անխղճաբար, ինչքան sense բան գրեք, ինքան ավելի անխղճաբար է տեղի ունենալու, ցավոտ է տեղի ունենալու այդ սա։ Այսօր կողմնորոշվեք, որոշում կայացրեք։ Մի խոսքով, երկրորդ համաշխարհայինի թեման սեփականացրել է բնականաբար Ռուսաստանը եւ երազում է խորհրդային միության վերականգնումը, բայց դա բնականաբար տեղի չունենա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր բազմավեկտոր քաղաքականությունը, այո, գնահատում է երկրորդ համաշխարհայինում իր նախնիների մեծագույն ներդրումը, բայց դա չի նշանակում, որ նրանց ոգեկոչումը պիտի տեղի ունենա կամ եղբայրությունը պիտի հաստատող արձանը պիտի լինի Ռուսաստանում։ Ռուսները շատ փոքր են, ռուսները գնահատելու ժամանակ ունեին հայերին ու հայ ժողովրդի ներդրումը, բայց նրանք ծախեցին հայերին ու որոշակի մակրագրումներ անելու կարիքը չկա, դրանով ոչ մեկին չեք խափի։ Դուք ծախել եք ձեր մերերին ու հերերին փրկող հայ ժողովրդին։ Ու ոչ առաջին անգամ։ Հիմա եզրասին եւս մեկ անգամ անդրադառնալով ասեմ հետեւել։ Հա, չէ, ինչեւ այդ անդրադառնալն ու ասել է, հեսա կասեմ։ Ես առաջարկում եմ բոլորով դիտենք ահա այս տեսանյութը, մի վարքյան։ Իհարկե դեմքով մի անգամից կճանաչեք, ամբողջը չեմ դնի, ամեն ուլի ելույթ չեմ տա, ես ուղղակի ուզում եմ դուք միտք ըմբռնեք ու շարունակենք այստեղից։ Ճանաչում եք երևի Սույնին։ Ուզում եմ բոլորիս այսօր շնորհավորել ամենակարևոր տոներից մեկը մեր եկեղեցական ծրված առաջի քրիստոնյա հայացք։ Ուզում եմ բոլորիս այսօր շնորհավորել ամենակարևոր տոներից մեկը մեր եկեղեցական Քրիստոսի ծնունդը։ Ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ հավետիս։ Բայց այս ցավալի լուրը, որ լսեցի այսօր եւ տեսա, որ հարամ արեց Փաշինյանը մեր եկեղեցական ամբողջ այսօրվա տրամադրությունը, նա դաժե 2 օր չհամբերեց այս սուրբ օրվան հանեց ժողովրդին, միլիցիաներին իրան շորերը հագցրած, դասատուներին զորով տնից բերած, վարսավիրներին զորով տնից բերած, իր անձնական ջեբի բիզնեսմեններին իր գործարարների հետ բերած ամենաանպատկար ու պոռնիկ մարդկանց։ Ինչ եմ ուզում ասել արգեր հայրենակիցներ, երդվում եմ այս բոլոր սրբերով, նրանք չեն հասկանում Աստծո սերն ու գիտությունը, նա չի հասկանում ստի մեջ ճիշտը դու չես կարողանալու գտնես, դու ես պոռնակական քո ամբողջ խաբերության մանիպուլյացիայով ազգին տանում ես կործանման, դու երեք եկեղեցում, եթե դու կյանքիդ մեջ Աստծո հետ կապ ունեներ, կիմանայի, որ խաչը սենց չեն անում, ոչխար,
Խաչ անում են հայր եւ որդի եւ սուրբ հոգի 3 մատով։ Սրանից հետո որ այդ գլխատը հանես մտնես եկեղեցի, սենց բաներ են չանես, այ ոչխար, ամոթա, երկրի ղեկավար ես, բայց ինչ ղեկավար, դու ամենավատ լրագրողն ես Հայաստանի 1։ Երկրորդը, առաջի մարդը դու էիր, որ նարկոման Կչոյանի վրա գործ էիր հարուցել, նարկոտիկի, հողերի, փողերի լվացման, զենքի, այ օրենքներ։ Դուք այս սուրբ օրով գնալով եկեղեցի Կչոյանին տանում եք, Կչոյանի ձեռից ստանում ես հաղորդություն, սա է ձեր ճիշտը։ Սրանով եք դուք մանիպուլյացիանը։ Հարգելի հայրենակիցներ, ես գիտեմ, որ ձեր հացի փորի համար, ձեր գործ տվողները, ձեր ղեկավարները, ասել են ձեր երեխեքը սոված կմնա, ստիպված գնացել եք։ Գիտեք ես այդ ինչից եմ իմանում։ Ձեր մեջի խոսակցություններից։ Կարծում եմ սրանից ավել լսելու կարիք էլ չկա։ Հիմա ասեմ, ոնց հասկանում եմ dumb people, դու վրոձի տոշնի ճանաչում ես ասում։ Ուրեմն ես քեզ այս եթերը այս բանը ասելիքը սկսելուց առաջ խորհուրդ եմ տալիս, այս անգամ հետևիցս մարդ ուղարկելուց Շենգավիցի քիչ չուղարկես։ Որտեվ այդ ճշտի օֆիսի թուլեկը բջի թուլեկը ավելի ճիշտ թափ չունեն։ Տփոցը ուտում փախնում են ապեր։ Մի քիչ քաշով մեկին մյուս անգամը կուղարկես, եթե կարաս։ Եթե Հայաստանում քեզ բանի տեղ դնող կա, էլի, ըստ քեզ։ Լավ։ Դու օրինակ տես, ես մի չեմ ասելու, բախ ես Փաշինյանին ասում, որ սենց ախարից չգիտեմ, ձեր գործն է։ Այդ ժողովրդի մասով դու հերթական անգամ շշկարվում ես, տուֆտա լակոտ, հասկանում ես։ Տուֆտա լակոտ։ Այնտեղ ոչ մեկի նախ զորով չի բերել։ Ոչ մեկ ոչ քո, ոչ տաշիր սամոների, ոչ մյուսների, փառք Աստծո, արած լավության կարիքը չունի, ճակերտավոր լավությունների, այն որ հետո քթներից եք բերում բարեգործ ներկայանալով։ Երրորդ, ընդհանուր բնութագրումների մեջ շատ զգուշ եղի, ուզես չուզես, ինչ որ մի օր, եթե անգամ մինչև մեռնելդ չուզես գաս Հայաստան, որովհետև դու լավ գիտես, որ Հայաստան դու չես կարող մտնես, ոչ թե որովհետև քրեական գործեր կա վրեդ, կամ մենակետ կա, չէ, դու շատ լավ գիտես, թե դու ինչ պրոբլեմներ ունես Հայաստանում, ու շատ հնարավոր է մինչև մեռնելդ չկարենաս որ դնես Հայաստան, բայց նենց արա, որ գոնե մեռնելուց հետո թողող լինի, որ քեզ տեղ թաղեն գոնե, գոնե դա փորձի վաստակես, ես դա վաստակելու համար, անհրաժեշտ է ընդամենը հետևյալը, քո քաղաքական դիրքորոշումը հայտնելու ժամանակ ժողովրդին մարդկանց չվիրավորել։ Ոնց որ օրինակ, այստեղ շատ մարդիկ կոմոդ լայք են դրել, քեզ լավ բաներ են ասել, ես նրանց հայհոյում եմ դրա համար, որ իրանք սխալ բան են անում, սխալ մարդու են լայքում, չէ, որովհետև դա վատ տղու, շատ վատ տղու գործ է, չէ, գործի նույնը դու չանես, օրինակ, ստեղ մի հատ, սենց կարամ նայեմ, անունները կարդամ, հասկանում ես այս մարդկանց, այս մարդկանց մասին է խոսքը, կարամ կարդամ անունները, ովքեր քեզ ասում են ապրես բան, հասկանում ես, իհարկե ուրիշ բաները դու ջնջում ես, բայց ամեն դեպքում, այս մարդկանցից որևիցե մեկին ես թույլ կտամ ինձ բան ասեմ, չէ, մարդիկ ունեն ազատ կարծիք ունենալու իրավունք, լսում են քեզ են սիրում, նորմալ է, մարդը, սերը ատարին էլ է կպնում, ինչպես ասում են, այդ չի հարցը, հասկանում ես ապեր, մի արա, դա շատ վատ բան է, արա, մի արա, այդքան վրոձի ճանաչում ես ասում, ես անում, արա, Կչոյանին ես բան ասում, իմ ասածներից չստացվի, թե պաշտպանում եմ, չէ, բացարձակ, բայց գիտես ինչ, շտոտը Կչոյանը, քանի չեր միացել այս ամեն ինչին, ինքը էլ Բենթլին չէր, սկծրել է այդ թեման ապեր, ինքը էլ եսի մինչ չէր, որ ձերն լավ ախպեր էր, նորմալ էր սաղ, հենց միացավ ստեղ, նոր հիշակ, որ ինքը ինչ-որ բաներ արել, այսինքն ոնց եք դուք Աստծու հետ աշխատում, ես էդ եմ ուզում հասկանամ, 2 շաբթի, 4 շաբթի ուրբաթ, շաբաթ կիրակին հանգիստ, թե 3 շաբթի, 5 շաբթի շաբաթ, ասենք ոնց եք աշխատում դուք Աստծու հետ, ասենք տոն օրերին աշխատում եք, տոն օրերին ինքը ձեր Աստվածն է, թե չէ, իմանանք,
Կճոյանը իմ աչքի լույսը չի, ասեմ ավելին։ Կճոյանը ինձ որպես հայ մարդու, քրիստոնյա մարդու, այո, նույնպես խանգարում է ու շատ հազարավոր մարդկանց։ Այսօրվա ուխտերթին մասնակցող մարդկանցից շատերին անգամ։ Բոլորս գիտենք, որովհետև իմիջայլոց Կճոյանի Բենթլի ու մյուս թեմաները Ռոբերտ Քոչարյանը տա։ Քոչարյանի ամորձիներից ձախի մազերից մեկը, բանը, Թևանյանը, իր 7 օր AM-ով ինքն է լուսաբանել դեռ 10 տարի առաջ, 10 քանի տարի առաջ։ Դուք այդ ժամանակ ձեզ Աստված այդ օրերը հանգիստ էր ձեր համար։ Այդ ամեն ինչի մեջ Կճոյանը ինձ չի դզում, ու մենակ Կճոյանը չէ, ոչ մեկն ինձ չի դզում։ Գիտես խի, որովհետև բոլորն էլ այն միջավայրի ներկայացուցիչ, այդ 10-ն էլ, այո, հենց իմն է այդ 10-ն էլ, որովհետև այդ 10-ն էլ եղել են Կտրիչ Ներսիսյանի միջավայրից վարակված մարդիկ։ Բայց ես հիմա ասում եմ հետևյալը, որ իմ հետևորդներին, ընկերներին նույնպես դա եմ ասում։ Ասում եմ, գիտեք, մենք խոսում ենք քրիստոնեությունից։ Քրիստոնեության մեջ ամենամեծ շնորհներից մեկը ներելու ընդունակություն ունենալն է։ Ես իզուր չէր ամիսներ առաջ մի գրառում էի գրել, հիշելով իմ ուսանող տարիները, թե ինչքան դժվար է գիտակցաբար ներողություն ասելը ու ինչքան դժվար է ներելը, իսկապես ներելը, ոչ թե ասես ներելը ու կացով որին տարածի տավեյան գնել ջերված աշկից ես ներում եմ, ներելը, հասկանում ես, հիմի ես մարդիկ առաջարկում են, ընդառաջ են գնում ու առաջարկում են, որ իրենք ուզում են բարենորոգվել, որ այո իրենք ընդունում են, որ թե իրենք, թե մայրաթոռում ծառայող գրեթե բոլորն էլ այո ցավոք սրտի եղել է այն միջավայրը, այն իրավիճակը, որ բոլորն են կեղտոտված, որովհետև կտրիճի, KGB-ի դրվածքը էդ է եղել։ Ես եթե խոսում եմ եկեղեցու ու քրիստոնեության մասին, ես չեմ կարող ինձ թույլ տալ այդպիսի շռայլություն ու չներել ու չտալ նրանց շտկվելու հնարավորություն։ Սա է խնդիրը։ Թե չես կուզեի, որ ավելի մաքուր կեցվածքով մարդիկ լինեին այնտեղ։ Չնայած ինձ համար արդեն այս պրոցեսների մեջ իրենք թերևս ամենամաքուրն են արդեն, որովհետև ես այոն եմ։ Այ երբ որ կընտրվի տեղապահը, կընտրվի կանոնակարգը ու համապատասխանությունները, անհամապատասխանությունների գործը գնա արդեն ներ եկեղեցական պրոցեսի մեջ, որտեղ որ խառնվելու իրավունք բնականաբար պետությունը չի ունենա։ Քայլերը հերթականություն են։ Այդ ժամանակ կտեսնենք ինչ գնահատական է տրվում։ Հետո այլապես ես կարող եմ հիմա քեզ ասել, ես եկեղեցու դեմ ես հելել, այ турք խոսքի, որովհետև կամար ոնց արնում որ քերական դոմ փողը սրբազանա ու եկեղեցի, հա, բայց Բենթլի քշողը եկեղեցի չի։ Այսա հավերժական շրջապտույտն է, քո նման ապուշին ասեմ, հասկացի։ Այ որովհետև դու չես ճանաչում դեռևս Աստծուն։ Ու այնտեղ տանել Վատիկանում ճրակ կախել, չգիտեմ ինչեր անել, դեռ չի խոսում նրա մասին, թե դու ճան։ Այնա Ծառուկյանն էլ հսկայական մի քանի տասնյակ մետրանոց Քրիստոսի արձանն դնելու։ Ինչ կարծում ես պիտի հավատամ, որ նա ճանաչում է Աստծուն։ Լուրջ ես խոսում։ Բայց միևնույն ժամանակ նաև հրապարակային նրա հավատքը չեմ դնի հարցականի տակ, քանի դեռ նա չի անդրադարձել ժողովրդին, քո նման էշի պես։ Հասկանում ես ուլ, որտեղ է իմ ու քո տարբերությունը որպես քրիստոնյա հայ։ Երես ուրիշ բառեր չեմ խոսում։ Դու գնա, տես, Աստված որ կողմ է ուղղություն, քո Աստվածը որ կողմ է ուղղություն ցույց տալիս ու ասում՝ «Պիպո, այ այս մարդուն ուղարկիր գնելին թող հարվածի ես անգամ, կամ փորձի հարվածել»։ Լավ։ Դու այլ բանի էտա։ Ես դեռ շարունակությունը չեմ էլ ուզում լսեմ։ Տուֆտա։ Հասկանում ես։ Եվ երկրորդ, եւ ամենակարևորը, որը միայն քեզ չի վերաբերվում, բոլորիդ է վերաբերվում։ Բոլոր նրանց, ովքեր սիրում են Ռուսաստանից լպտալ ու ինչ-որ սատարումներ անել։ Նոր ես խոսում եմ իմ ընկերներից մեկի հետ Ռուսաստան։
տարիքով շատ ուժեղ կյանք ապրած տղա, պիպո։ Դուք երազես այդ կյանքի առաջին 3 մետրը ոտ դնես, որ անցնես։ Շատ ուժեղ տղա։ Ասում է, զրուցում ենք, զրուցի մեջ եկանք հասանք միտեղ, դա ես իշխան խոսում եմ դրսում իմ ընկերների հետ, ասում եմ ապե մեկա իջնելու եք ձեր կտուրին։ Մեկա գալու եք, եկեք այսօր եկուցը շատ մի արեք։ Այս տղեն տարիքով մեծ աղբեր է։ Ասի լավ էլի, ասի աղբորպես անունը կներեք որ չի, ասի պիտի գաք։ Գաս, մեկա, դու եք գիտես որ գալուս, արասես գնել ջան։ Ուրեմն ստեղի հայությանն եմ ասում, որ քելեք հավաքվենք այդանք իմ աղբերներին։ Ասում ուրեմն ես որ եկել եմ 50 տարի առաջ Ռուսաստան, մի հատ հոլիդեյ շլվար եմ ունեցել կրեմովի, դեն վաղտ մոդա էր, չէ։ Ասում եմ իրանց, ասում եմ աղբեր, ով ինչով եկել է, անգամ էտել են վրներիցդ հանելու, նոր են ճամփելու։ Բայց ես իմ հոլիդեյ շլվարս միջև մի պահել եմ, այդ վասով է եղել, էդի հաստատ իմ գիծանող չի։ Ես գոնե շլվար ունեմ հագնել դու գնալու, հասկանում եք, ասում չեմ թափել այդ շլվարս։ Տես, պատերազմը մի բան է, պատերազմից հետոն ուրիշ բան է։ Դուք Ռուսաստանում չեք պատկերացնում, թե պատերազմից հետո հələ ինչ էր լինելու։ Այն պատերազմին մասնակցած միլիոնով քյալեկները թափած դեգեներատները, որ հետ գան, այսպես կայնի դուրսեսի հələ մի հատ ընձի պապիրոս դուր, կամ արաղի փող դուր ու դու հələ փորձվի դանդաղ տաս այդ փողը, դուք չեք պատկերացնում ինչ էր կատարվելու։ Հետ պատերազմյան իրականություն, այ մենք ապրում ենք այդ պատերազմյան իրականության մեջ։ Մենք հələ շատ բան չենք տեսնում, որովհետև փառք Աստծո մեր տղերքը այդ իմաստով բավականին համեստ գտնվեցին։ Շատ համեստ գտնվեցին։ Հասկանում եք։ Հələ ես չասեմ, որ եթե մարդ ես հանգարց հաղթեն նոր գան։ Բան։ Որի տան մեջ գիշերը 3-ին ուզեն կմտնեն, կքնեն, առավոտը կելնեն, կմիզեն, զալի մեջտեղը կետը։ Դուք չեք պատկերացնում այդ ինչը։ Բայց սա չէ ուզում քննարկել։ Ես ուզում եի հետևյալն ասեի, պիպո, քեզ ու ձերոնց այդ սաղիդ, ովքերով որ եզրասին եք սատարում։ Դուք սատարում եք եւ սատարել եք 7000 հայ երիտասարդների մահը։ 7000։ Ի տարբերություն ձեզ, որ մեր 3833 զոհերին ասում էիք 10000, 12000, հետո 8000, հետո եկակ կանգնեցիք 5000-ի ու յանին հենց մխկտում եք։ Դուք ինքներդ 7000 հայ մարդկանց զոհի պատճառ եք հանդիսացել այդ դեռ Ռուսաստանի կողմից, ագրեսորի կողմից, որոնց եզրասը օժնել եւ ճանապարհել է առաջնագից, որոնց եզրասականները, կոպեսականները շախի են գցել ու ինչ որ կերպ աջակցել, որ նրանց տրամադրությունների վրա դել, որպեսզի նրանք գնան առաջնագից, ֆրոնտ։ Ու հետ չեն եկել 7000։ Դուք նաև տերորիզմի սատարողներ եք, եզրասով հանդերձ։ Ի տարբերություն այդ ամեն ինչի կճարանը այդ բանը չի արել իմիջայլոց։ Դուք Արբատ ջոկատը օշնել, ձեր գործը արել, ճամփել եք ֆինանսավորելով եւ այլն եւ այլն։ Դուք այդպես չեք ֆինանսավորել որևիցե հայկական ջոկատի, ովքեր կռվում էին Արցախում։ Ընդ որում ֆինանսավորել եք այնքան, մինչև որ սկսել եք ֆինանսավորել նաև նրանց կողմից Հայաստանում տերոր իրականացնելու ծրագիրը։ Ձեզ չթվա մենք հիշողություն չունենք ու կմոռանանք դա։ Դուք գերի եք վերցրել հայ մարդկանց, փորձել նրանց մենտալիտետի վրա աշխատել եւ ուղարկել հայրենիք Հայաստանում անհեղություն իրականացնելու համար։ Պիպո, դու այն վատ տղեն ես, ով FSB-ի ագենտ է։ Ընդ որում ոչ այնքան հաջողակ ագենտ, որովհետև ամեն դեպքում օրինակ Արա Աբրահամյանը, ինչքան էլ որ դեբիլ է, այնուամենայնիվ նա ավելի է հաջողել հայկական համայնքի ներսում ժամանակին, այդ հիմա է որ դարել է ճոլի ճուրբան։ Դու ավելի այլ կարգի, էժան կարգի։ Հասկանում ես։ Դու ոնց կարաս ատերից տեղ տղա խաղաս, լավ տղա խաղաս։ Դու ով ես, այ ոչ մի բան։ Այ ոչ մի բացարձակ ոչ մի բան։ Փորձեք ձեր մոտ ձեր հարցերով
Ռուսաստանում է, Ռուսաստանի հարցերով, գործ չունեք ստեղի հարցերի հետ դուք։ Ու խոսքս լավ հիշի։ Հանկարծ մի օր չզարմանաս, որ այդ նույն FSB քեզ տապոլին։ Երբ որ դու արդյունավետության այդ գործակիցը մի քիչ էլ իջացնես։ Ընդ որում, ես կարող եմ օգնել, որ առանց իջացնելու եք շուտ այդ հարցերը լուծվի, բայց արի ես կոպես չեմ, ես նորմալ տղա եմ։ Ռաբացակ, ամեստ։ Ես իմ հորս տղեն եմ։ Բաբոր, մարդու տղա։ Ով կարացել է այնքան, ինչքան կարացել է, ինչքան չի կարացել, ուրեմն չի կարացել, չգիտեմ։ Իմ նպատակներն ուրիշ են եղել, քոնն ուրիշ են եղել։ Իմ ձգտումներն ուրիշ են եղել, քոնն ուրիշ։ Իմ ընկերներն են ընկեր եղել, քոնք ես իմ։ Հասկանում ես։ Հիմա ժողովուրդ ջան, եթերը եզրափակելուց առաջ մի երկու համառոտ թեմա։ Նախ Վանեցյան Արտուրի ֆոտոները երևի տեսակ տեղադրել է, շատերը հարցնում են դա իրական է, այո, դա իրական է։ Խնդրեմ Արտուր Վանեցյանի էջն է։ Ես այդ նկարները վերցրել եմ այստեղից, մի մասը չեմ էլ հրապարակել ու ընթերցեմ ձեզ համար գրառում։ Այսօր հունվարի 6-ին Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակած եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տեր Հովհաննես Քահանա Հովհաննիսյանը, պատարագի վերջում կատարվեց ժողովրդնիկի կարգը, այնուհետև հավատացյալների ներկայացվեց խաչքավորը, խաչքավոր էր ընտրվել հայրենիք կուսակցության նախագահ, կադրային չեկիստ, դա նշանագրված չի, Արթուր Վանեցյանը, որը մեծ ուրախությամբ էր ընդունել տիրոջ նախախնամությունը։ Լյուբյանկայի տիրոջ մասին է խոսքը։ Խաչն իջեցվեց ջուրը, ինչը խորհուրդ ներդիրեց մկրտության, ապա ջուրն օրհնվեց Սուրբ խաչով եւ միրոն, այնուհետև տարվա խաչքավորը Արտուր Վանեցյանը խաչը ջրից անելով տարավ տուն, Սուրբ Ծննդյան 8-րդ վերջին օրը հունվարի 13-ին քահանան կայցելի խաչքավորի տուն, կորնի տունը եւ խաչը կվերադարձնի եկեղեցի։ Խորհրդավոր հայկական ու ազգային է քավորի խորհուրդը հայ եկեղեցում եւ ընտանիքում այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն, խաչի քավորին ընտրում են հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենիք եւ ժողովրդի նկատմամբ, նշենք, որ հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի սուրբծնունդ նոացածա հայտնությունը ընդունված կարգի համաձայն այսօր եկեղեցիում մատուցող պարտարակն ընտրվում է Սուրբ Ծննդյան կնքահայր, որը խորհրդանշորեն ներկայանում է որպես Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ ով մկրտեց Հիսուս Քրիստոսին։ Ամենախորհրդանշական է ամեն ինչի մեջ այն, որ նա Եռաբլուրի խաչքավորը ընտրվել է, նո Եռաբլուր։ Տեսեք, եկեղեցու, Եռաբլուրի եկեղեցու, որտեղ որ քահանայի դադի բանկից փախած են ուլը, ում 4 տղերքն էլ ձեռքները տենցել միջև վերջի վարկյանը զենք չեն վերցրել, անգամ կողքը չեն եղել, ով վերջում դադիվանքը լքելուց ու բոլորիս հայրենասիրության դասեր տալուց, բայց դադիվանքը լքելուց հետո, ով գերտվում էր, որ ինքը չի թողնի դադիվանքը, ինքը մեռնի այդտեղ ու չի գա։ Նշանակվեց, բնականաբար այդ շոուն լավ կազմակերպելու համար նշանակվեց Եռաբլուրի քահանա։ Եվ Շուշիի փախած Արթուր Վանեցյանն քավոր է նշանակվել։ Այն փախածներով դասավորվել են ոչ ավել, ոչ պակաս Եռաբլուրում։ Սա սրանց հայրենասիրության, ազնվության, հայրենիքի ժողովրդի նկատմամբ նվիրվածության գնահատականն է։ Կադրային չեկիստ է, եթե չլինի, բա ով լինի։ Զարմանալի ինչ-որ բան կա։ Այո, մնաց Ռոբերտ Քոչարյանն էր մի հատ խաչքավոր դառնա, խաչիկավոր։ Ոչ, ընդ որում ստեղ ինձ բացել է, գիտեք ինչ է, որ ասում է, այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Սա այս գրառման մեջ ամենաանկեղծ պահն է, որ այո, պատահական չի, որ Արթուր Վանեցյան չեկիստը ընտրվել է KGB-ի ագենտների ներկայացուցիչ այս մյուս երևույթի կողմից մեր բոլորիս Եռաբլուր պանթեոնի եկեղեցու քավոր։ Ես չգիտեմ, այստեղ երևի պետք է մեծ տառերով գրել no comment։ No comment։ Այստեղ մարդկային նորմալ տրամաբանությունը, նորմալ, ասենք, տրամաբանությունը թույլ չի տալիս
որ դու ինչ-որ բան կարողանաս ասել։ Չի ստացվում։ Չի լում։ Եվ վերջում, սիրելիներս, ես ուզում եմ լրագրողներին մի բան ասել։ Համառոտ, միշտ եմ ասել, ամեն անգամ ամբողջը չեմ կրկնի։ Եվս մեկ բան ընդամենը ավելացնեմ ու գնացեք այդ խղճով փորձեք քնել։ Իհարկե, ձեզանից ոմանց վճարում են ամեն նյութի համար։ Ձեզանից ոմանց վճարում եւ գնահատում են ձեր կապիկլամիշությունը ու դուք հնարավորինս sense ինչքան շատ խիպիշ բռնեք, այդքան դուք կշարունակեք աշխատել նույն աշխատավարձով տվյալ կայքում կամ հեռուստատեսությունում։ Բայց ես ուզում եմ դուք մի բան հասկանաք եւ ընդունեք, եւ դուք ձև չունեք չընդունեք, որ դուք հենց դուք եք ստանում թե Ռուսաստանում, ռուս-ուկրաինական ճակատում զոհված 7000 հայ տղերքի արյան փողից վճարվում եք։ Դուք վճարվում եք Արցախը էթնիկ զտման ենթարկած ռուս, ադրբեջանական եւ հայկական 5-րդ Շարասյան փողից, այն որ ասում եք ուր Արցախը, ջեբներից մի հատ 1000 նոցա, 5000 նոցա հանեք, կտեսնեք ուր Արցախը, այ հենց այդտեղ այդ Արցախը, որով որ դուք հնարավոր է ամանոր եք նշել յարչի կալբաս եք առել, ծամել, դες բաներ։ Դուք այդ գումարներով եք ապրում, դուք կալցո օպերացիայի փողով եք ապրում, հասկանում եք, դուք եռաբլուրը ուրացածների ու ծախասների փողով եք ապրում, հենց դուք, այո, կարող է հիմա փորձեք արդարանակ բամա, ձեզանից որևիցե մեկը, եթե կա, որ դուք լրագրող եք, սովոր եք հանրային խոսույթին, եթե կա մեկը, ով համաձայն չի, ես ձեզ հրավիրում եմ բանավեճի, այս ֆորմատով, Facebook-յան, ուղիղ եթերի ֆորմատով, ու ես ձեզ կհիմնավորեմ, կապացուցեմ, չեմ հիմնավորի, չեմ ապացուցի, օքեյ, իմ հետևորդները կտեսնեմ, որ ես ինչ-որ բան ասացի, որին տեր չկարողացա կանգնել, այսինքն դուք կկրեք, հասկանում եք, մոտավորապես այդպես, հասկացեք, ձեր հացնել է առնոտ, ձեր ամեն ինչն է առնոտ, մեր երթից խոսել եմ, քնարիք ջան, նախ շնորհավոր անքներս, բոլորիդ եմ շնորհավոր, մեր երթը շքեղ էր այսօր, այ մեր երթի շքեղությունը հաստատում են ընդդիմադիրները իրանց դրոն չթռցնել չնկարելով, դուք գիտեք պատրաստած չեն եկել, որ մարդ չլինի նկարեն ղժան, պատրաստած եկել են արխային եղեք, ընդ որում թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, թե Սուրբ Կաթողիկ են, պատրաստված են եկել, չի ստացել, մանթո են ընկել, նրանք մաքսիմում ծաղրում են մեր քաղաքացիներից ոմանց պատասխանները, իմիջայլոց շատ ճիշտ պատասխան տվել լրագրողի հարցինի պատասխան գղկացող տվել, տեսել եք երևի նյութը, սա էլ ասում է, ահա սրանց շնորհքը բան, եւ Դավիթյանը կարծեմ Տիգրան ջան, դու ոնց որ նույնպես ասում ես, եթե դիտես եթերը, ահա սա, գիտեք, ամեն մարդ մի ձև ռեակցիա տալիս ցանկացած բանի, ու եթե մեկի գործողությունը բոլորի վրա եք փաթաթում, ապա բոլորդ ագենտ եք խոսքի, կարանք ասենք, կամ բոլորդ ավելի շատ անիծում, քան աղոթում եք, բոլորդ նզովող, այդ մարդը գղկացել է, իսկ դուք այդ մատ էջմիածին ու տեսներ, արա ինձ, հələ ուրիշին էլ չէ, ինձ էջմիածնի բակում մի կողմից աղոթում են իբր, մյուս կողմից, արա, էլ անեցք, էլ վիրավորանք, էլ ագրեսիա մի հատ մեր հանդեպ, իմ հանդեպ, ես ոչ մեկին չնկարեցի դնեի ասի, ես չեն սրանք, եթե ես ինչ-որ մեկին նկարեի էլ ու դնեի ասելու ես չի սա, բա այդ չեն ձեր իմացած կաթողիկոսները, այդ չեն ձեր իմացած տերները, բերաններից անեցնունը զովքը չի իջնում, ու գիտեք ինչ, հա, հենց էլ, սենց մի բան ասեմ, զգացել եք ես վերջին շրջանում ինչքան իրաց բան ես ասում, փորձում են արդարանալ, ասում են, բա ձեր մեռելներին ով է թաղելու մենք որ չլնենք, արա, հա, դուք մաքսիմում մեռել թաղող եք, մաքսիմում, են էլ, ես իմ, ով կուզի, ով չի ուզի, դուք մաքսիմում հենց մեռել թաղող եք, դուք Աստծո խոսքից խոսող չեք, ու երբ որ մեզ անուն եք դնում, այնտեղ ես աչքովս ընկավ Անի Ներկարարյան ջան, դու գիտես, ես քեզ հարգում եմ, չգիտեմ ինչի, ամեն դեպքում, տեսնես
դրած այդ երթին է, կարո տեսնես այսքանից քանիսն են կարդացել Աստվածաշունչը։ Գիտես, ես աղետ չեմ տեսնում այդտեղ, գիտես ինչու։ Հնարավոր ոչ ոք։ Իսկ եթե պարզվի, որ այդ ներկաներից, այդ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանցից ոչ ոք չի կարդացել Աստվածաշունչ, դա ում խնդիրն է լինում, ում բաց թողում է։ Ում։ Բա հարցը հենց այդտեղ է, որ մարդիկ չեն ուզում լինել Աստվածաշունչ չկարդացող։ Մարդիկ չեն ուզում լինել Աստծուց հեռու, ինչ-որ տահասների ու ագենտների պատճառով։ Մարդիկ զգում են հոգու սով։ Եթե այդ մարդիկ կարդացած լինեին բոլորը Աստվածաշունչ ու չունենային հոգու սով, Կտրիշ Ներսիսյանն 99 թվին էլ կաթողիկոս չէր ընտրվի, կամ վաղուց հաջող արած կլինեին իրան։ Բայց հիմա է հասունացել այդ պահը, որ արա ասում են ախպեր, բայց այդ սովը կա։ Ու չպիտի սա այլևս լինի, իսկ ով պիտի լցնի, իսկ ինչպես պիտի լցվի։ Ու բա խիա պետությունը ճանաչում Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը խի։ Եթե սենց է։ Այն ընկերոջս ասում է, ախպեր, ես խի դիվանապետ չեմ։ Ինչ պակաս տղա եմ ասում, արշակից էլ լավ տղա եմ։ Ունեց հարցը, թե մեկը տեկեք պատասխանեք էլ։ Այս տարանջատումը գոյություն ունի, մարդը որ դες բանացի դու չկարենաք պատասխանեք, չեք կարա։ Դա ճիշտ է ասում։ Այդ մակարդակն է։ Ու մարդիկ զգում են դրա պակասը, որովհետև դրանք հենց իրական հայ քրիստոնյաներն են, ովքեր որ ասում են գենետիկ հիշողությունը արթնացել մեջները։ Ոսում են չի լինի սենց չի, սենց ծուռա, սենց թեկա, այսի սենց չի։ Ես ուզում եմ լսեմ Աստծո խոսք, ես չեմ ուզում լսել նզովք, ատելություն կամ լռություն կամ քաղաքական հայտարարություն։ Հենց այդ մարդիկ են բահելել։ Բա ինչի՞ ես դրել ու տենց մի հատ բա մի գնա գալիս եմ հարց տալիս իբր։ Ամեն հարցեր իր պատասխանն ունի։ Պարզապես պետքա փորձել կամ ցանկություն ունենալ գնալ այդ հարցի հետևից։ Բա ինչի՞ է տենց։ Բա ինչի՞ մեր երկրում այդքան աղանդ։ Այ ձեզանից շատերը լեկտիաբար մեզ աղանդ են որպես աղանդավոր են ներկայացնում։ Արա, բա եթե ես աղանդավոր եմ, բա եկեղեցիդ ինչով է զբաղված եղել։ Բա Կտրիշ Ներսիսյանը ումա որ տալուց եղել։ Դարի մի ասա։ Իրա գործառույթը ինչքանով է իրականացել ու ես մեկը աղանդավոր եմ դառել։ Օրինակ։ Դրանից ես ոչ մի երբեք ոչ մի բան հետ կապ չունեմ։ Բայց ես միտքն եմ ուզում հասկանալ։ Բա մեր երկրներում աղանդները երբ են լցվում, գոնե ուսումնասիրություն արել եք, ասեմ, երբ որ այդ երկրում լինում է պատերազմ կամ սով, կամ ծանր առհասարակ կենցաղային պայմաններ, այդտեղ մտնում են աղանդավորները, որովհետև ծանր իրավիճակում ցանկացած մարդ, աշխարհի ամենաաթեիստ մարդը անգամ, իր խնդիրները ու իր սիրտը, իր խիղճը ուզում է բացի ինչ որ մի անհավանական կերպարի առաջ։ Ու երբ որ այդ պահին նրա դուրը թակում են, ոսում են գիտես քեզ սիրող կա։ Մարդը զարմանում է, ով։ Հիսուս Քրիստոսը։ Ու սկսվում է, այ ճշմարտություն ասին, կողքի, ես ասում եմ, բայց դες բան լսել եմ, որ Աստված վաբշոտը սիրում է, ու սկսում են խելացի խոսել, մանիպուլատիվ, ներկայացնել Քրիստոսին ամեն մի աղանդ է իր ձևով։ Ու այդպես զարգանում են աղանդները։ 90-ականներին այդպես սկսվեց ամեն բան, որովհետև ցավոք, այո, սովետական միությունից հետո ժողովուրդը դեռ եկեղեցու տեղը չէր ուզում ընդունել։ Բայց հետո շտկվեց, հարթվեց, հետո էլի ծանր պայմաններ, կենցաղային պայմաններ, սահմանադրություն, որտեղ թույլատրվեց նրանց գործունեությունը։ Կտրիշ Ներսիսյանը չուներ այդ ված որևիցե պաշտպանելու բան։ Պիպո դու ինձնից լավ կիմանաս, թե դու ես փոքր եղել լավ չես հիշում։ Հետո սկսեցին դռներ թակել։ Ու եթե դու այնքան պարապած են, որ եթե դու նրանց փորձեր ասել, ախպեր, ես չեմ լսում, դες դավայ գնացեք, իրանք կարողանում են անընդհատ քրուչոկը գցել նես բառերով քեզ կապել։ Ու դու զգում ես, որ քեզանից ուժեղ մեկն է այդտեղ խելքում, ու դու տրվում ես դրան, վաղ թե ուշ։ Բա դրա պատասխանատուն։ Առհասարակ մեր պատասխանատուն անվտանգության կլինի կենցաղային, կլինի հոգևոր, կլինի ինչ բանով կլինի մեր այդ ամեն ինչով անվտանգության երաշխավորներն ովքեր են եղել։ Սենց բաներ։
Հասկանում ես։ Անի ջան։ Ու այո, այսօրվա ես չեմ զարմանա, որ այսօրվա այդ 20-25, իսկ ինչ Լևոն Քոչարյանը կարդացել է Աստվածաշունչը ճշտել ես։ Մեծ կադրը տեղից դներ, ասեր, բաց տեղից քանի հոգի կա։ Դες ես ընդունում եմ։ Ասում եմ, այդ 20-25, 30, չգիտեմ, մի քանի հազար, ես դեռ չեմ այլ ինչ տվերա հրապարակված ըստ փորձագետների։ Ես քանի միջից ոչ մեկ էլ չեն կարդացել։ Ես չեմ զարմանա։ Չեմ զարմանա։ Բայց այդտեղ են մարդիկ, ովքեր գնում են իմանալու հետևից։ Ոչ թե գնում են հանցագործի հետևից, ով իրանց չիմացության պատճառն է։ Այստեղ հարցն է։ Բայց ես կես կարելի, եթե համ այդ դներ, համ այն դներ, մի հատ տեսնեի իրանք ինչ կպատասխանեին։ Մենակ չասես, թե Լյովիկը շատ հնարավոր է դներ ու մի հատ սաղմոս կարդալ մեր համար։ Սենց բաներ կա։ Շնորհակալություն Ժողովուրդ ջան, եթե դիտելու եւ տարածելու համար, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ։